Տիկին Քլոյան հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել եւ կոչ է արել հայրենակիցներին միավորվել ազգային պայքարի օրակարգի շուրջ, մերժել հուսահատությունը եւ դառնալ հաղթանակի համագործուն մասնակից։ Ես կխնդրեմ ասեք ինչի մասին է առհասարակ այս հայտարարությունը, այն էլ աշխարհաքաղաքական այս իրավիճակում։ Ես ուղղակի զարմանում եմ հայ հեղափոխական դաշնակցությանը նման կոչերով հանդես գալու համար, որովհետև իրենց ասած այդ կոչի մեջ ոչ մի իրական միտք, ճշմարտություն չկա, ոտից գլուխ կեղծիք հայտարարություն է։ Ուզում հասկանամ, ինչ ազգային համախմբվածություն, ում դեմ, ինչի դեմ, այդ կոչերը ինչի համար են հիմա հնչեցնում, ով է դավադրություններ ստեղծում, ով է հակապետական քայլեր անելու, որ իրենք էլ այսպես հայտարարում են աղմուկ աղաղակ հայ հրոց համախմբվեք, պետությունը կործանում ենք, եկեք տեսնենք ինչ ենք անում։ Անիմաստ հայտարարություն, ընդհանրապես մանիպուլյատիվ եւ այսպես ասած դարձյալ մեր ժողովրդի մեջ ինչ որ վախի մթնոլորտ ստեղծելու համար ինչը բացարձակ գոյություն չունի, բայց ես համոզված եմ մի բանում, չեմ կարող սա չասել, որ մեր ժողովուրդը դաշնակցության բոլոր կոչերին եւ նրանց հայտարարություններին բացարձակ ականջալուր չի, որտեվ գիտեն ի սկզբանե, որ դաշնակցության իր ողջ դարի ընթացքում, գոյության ընթացքում հակապետական այնպիսի քայլեր է արել, որ ժողովուրդը ականատես է եղել։ Չի եղել մի քայլ, մի գործողություն, որ նպաստեր մեր պետականության, համախմբման, այսպես ասած, ժողովրդի բարեկեցության, հզորացման պետության։ Չկա նման բան, գոյություն չունի։ Մեջբերեմ եւս մի հատված, ներկա իրավիճակում ազգային ուժերի եւ անհատների պատմական առաքելությունն ու գերխնդիրն է համազգային պայքարով ազատել հայ ժողովրդին այս կործանարար երկընտրանքից եւ հաստատել արդար եւ տևական խաղաղություն։ Ուզում հասկանամ, որն է երկընտրակը։ Թող իրենք հստակեցնեն խոսքը ինչի մասին է, ինչ երկընտրակ։ Կարող են հստակեցնել, կամ բավական այդ ազգային, ապազգային, համազգային կներեք, սենց չգիտեմ ինչ բառ գտնեմ ասեմ, լավ, բավական է էլի, ինչ եք ուզում, դադարեցրեք մեզ փրկելուց, ինչից եք փրկում, ումից եք փրկում, ձեր փրկությունը տանում է կործանման, մի փրկեք մեզ, հեռու մնացեք ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունից, հայ ժողովրդից։ Եվ իրենք ընտրել են այն ժամանակահատվածը, որ տարածաշրջանում բավականին լարված է, մեր հարևան երկիրը պատերազմի մեջ է, իսկ իրենք այս տեսակ հայտարարություններ են անում, օրինակ համախմբման կոչ չեն անում, որ այս պահին պետությունը ցնցումների մեջ չընկնի, իսկ իրենք նման կոչ։ Ես համեմատեմ ձեզ հետ, այո, պետք է այդպիսի համախմբման կոչեր իրական, եթե ուզում են ինչ-որ մի բան փրկել, թող ասեն, եկեք այս պահին մեր բոլոր ենթադրենք ինչ-որ տարաձայնություններ կան, ինչ-որ խնդիրներ կա, դնենք մի կողմ, սենց լուր, սենց միասին համախմբենք, հասկանանք տարածաշրջանում ինչ փոփոխություններ կլինի, ինչ իրավիճակ կստեղծի, որ կարողանանք այս քաղաքական բարդ իրավիճակում, եթե ոչ շահած, գոնե մենք այնպես ինչպես որ կա, այդպես մնանք, մեր անկախությունը չկորցնենք, այսպես ասած։ Եվ անդրադառնանք վերջին շրջանում սրված որոշ եկեղեցականների եւ իշխանության հարաբերությունների մասին, այսպես հերրակա հակամարտությունը դեռ շարունակվում է։ Վարչապետը համակարգող խմբի կոչ է արել, հայտարարություն է արել։ Տեղեկությունն է, արդեն կան մարդիկ, որոնք ինքնաառաջադրվել են այդ խմբում լինելու։ Անկեղծ ասած տեղեկություն չունեմ, ովքեր են ինքնաառաջադրվել, բայց մի բանում համոզված եմ, որ վեհարանը պետք է ազատագրենք այդ մաֆիոզ համակարգից միանշանակ, լյուստրացիա պետք է տեղի ունենա եւ մեր հայ առաքելական եկեղեցում պետք է իսկապես այնպիսի հոգեվորականներ իրենց հոգեվոր գործունեությունը ծավալեն, որը միայն կհամախմբի ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, այլ նաեւ ժողովրդին իր շուրջ, այլ ոչ թե ժողովուրդը այս կհեռանա հայ առաքելական եկեղեցուց։ Այս կռիվը, կարելի ասել, ըստ ձեզ նոր բան է, թե հին արմատներ ունի։ Գիտեք ինչ, ես այսպես կասեմ, նայեք, մենք դարեր շարունակ պետություն չենք ունեցել եւ անկեղծ ասած ես գնահատում եմ եկեղեցու այն դեր ու նշանակությունը, որ կարողացել է համախմբող դեր ու դերակատարություն ունենալ, ի շուրջը պահել հայ ժողովրդին մշակութային առումով, գիր ու գրականության, պատմության, ողջունելի է դա, բայց եկեղեցին մի տեսակ ինքը պետք է հասկանա, որ հավերժ այդ դեր ու նշանակությունը հայապահպան չպետք է լինի, այլ ինքը հիմա պետք է զբաղվի ընդամենը հոգևոր գործունեությամբ, որովհետև մենք ունենք այսօր պետություն, պետականություն, եւ պետությունը հոգում է իր անկախության, իր պետականության, ժողովրդի բարեկեցության մասին, ինքը ընդամենը հիմա պետք է մի ծառայություն մատեցի,
հոգևոր սնուցում իր շուրջը համախմբելու ժողովրդին։ Եկեղեցին պետք է գիտակցի, հասկանա, որ այսօր ունենք անկախություն, պետականություն, եւ այդ դերը պետությունն է ստանձնել, եւ պետությունը Փառք Աստծո այսօր պատվով իրականացնում է։ Իսկ ինչ մնաց այդ հակամարտությունը, ես այսպես կարող եմ ասեմ, ուղղակի 91 թվականի անկախությունից հետո հայ առաքելական եկեղեցին մի տեսակ մոռացել էր, այսպես ասած, գործնեության մասին, բուն, ինչ աշխատանք ինքը պետք է տանի, սկսել է ներխուժել երկրի ներքաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ։ Այսօր իրենք նույնիսկ աշխարհաքաղաքական դիրքորոշում են հայտնում, շատ պարզ ձևով, թե ինչ կողմնորոշում ունեն, մտնում են երկրի ներքին քաղաքականության մեջ, տեսել ենք մենք բարձրաստիճան հոգևորականներ, սրբազաններ սառեցնում են, մտնում են քաղաքականության մեջ։ Այսինքն ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ հայ առաքելական եկեղեցին դեր ու նշանակություն այլևս չպետք է ունենա։ Ենթադրենք անկախություն չենք ունեցել դարերի ընթացքում, փորձել է համախմբի, չնայած ես մի բան պետք է ասեմ, որ այդ ժամանակ ամեն դեպքում մեր եկեղեցին ժողովրդին ճիշտ է պահել պահպանել է լեզուն, մշակույթ, ավանդույթներն ու բարքերը, բայց այսպես ասած պետականության գաղափարախոսություն մեր ժողովրդի մեջ չի սերմանել։ Հասկանալի է, ասինքն եւ հիմա մի տեսակ ոնց որ ուզում է իր նախքին կշիռը ունենա, այդ համախմբող եւ այլն, բայց մոռացել է բուն իր գործնեությունից եւ հեռացել է։ Իսկ այսօր ես ընդհանրապես կոչ եմ անում մեր հայ առաքելական եկեղեցուն, որ ընդհանրապես զբաղվի իր հոգեվոր գործնեությամբ, հոգեվոր ծառայություն մատուցի մեր քաղաքացիներին, մեր մշակույթը, հայ առաքելական եկեղեցու ավանդույթներն ու բարքերը պահպանեն եւ պայքարեն աղանդավորության դեմ։ Եվ հնարավոր է վերջին համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ որ Կտրիչ Ներսիսյանը գնաց Բելարուս, երբ որ վարչապետը կոնկրետ հայտարարություն էր արել Բելարուս գնալու հետ կապված։ Իհարկե, ես գիտեք, սենց ասեմ, նախ ինքը չպետք է գնար, ոչ թե համբերության բաժակը լցվեց, ինքը գնաց մենք դրա համար սկսեց վարչապետը նման խոսույթով հանդես գալ, ոչ, դա չէր, պարզապես հենց ինքը Կտրիչը պետք է հասկանար, որ եթե մեր պետության, այսպես ասած, վարչապետը ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը հայտարարել է, որ մենք չենք այցելելու Բելարուս, որովհետև ինքը մասնակցություն է ունեցել մեր 44-րդ պատերազմում, դերակատարություն է ունեցել օգնել Ադրբեջանին, այդ հանգամանքը հարգելով ինքը չպետք է գնար։ Թող մեկ այլ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս ուղարկեր, թող այդ եկեղեցի նոցեն, բայց սա հենց բուն պետության դեմ քայլեր, սա հենց բուն իշխանության դեմ քայլեր, ինչու դա արեց, չպետք է աներ, այսինքն ինքը իրեն տարանջատում է, արհամարում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, փորձում է ինքնուրույն դերակատարություններ ունենալ ներքին արտաքին քաղաքականության մեջ, սա ընդունելի չի, ինքը թող զբաղվի իր գործով, հոգևոր սնուցում տա մեր ժողովրդին։ Եվ վերջին շրջանում, ինչպես նկատում ենք, Դաշնակցությունը Արթուր Վանեցյանը կրկին էլի ակտիվ ինչ-որ գործողություններ են անում, գնացել էին օդանավակայանում դիմավորելու Գարեգին Բ-ին։ Ինչ է կարծում, խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի կսրվի փողոցային այս իրավիճակը, թե ոչ։ Գիտեք ինչ, ուղղակի Վանեցյանը եւ իր նման շատ-շատերը փորձում են ժողովրդին հիշեցնել իրենց գոյության մասին, որտեղ ժողովուրդը բացարձակ իրենց չի հիշում, եւ իհարկե կփորձեն նման ինչ-որ խժդաշություններ մտցնել, բայց ես այնքան վստահ եմ այս ժողովրդի իմաստության վրա, որ արդեն շատ լավ հասկանում է ով է, ով ինչի է համարանում, իրենք արդյոք մեր պետականության ջատագողն են, հզոր պետություն ունենալու ջատագողն են, թե մեր երկիրը ծայրագավառ դարձնելու ջատագողն են, եւ իհարկե բնականաբար մեր ժողովուրդը իմաստուն է եւ չի տրվի նման խժդաշությունների սադրանքին չի մասնակցելու։ Փողոցը մնալու է իրենց 1500-2000 այդ կլանը, որ միշտ կա գոյություն ունի, ավելին չի լինելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։